Վաճառողը ֆրանչայզին զարմացել ասում է դու ո՞նց ես այդ ռիսկին գնում, ինձ գումար ես տալի ու առանց ոչ մի պայմանագրի։ Կարող ասենք որ սխալ որոշում էր այդ ֆրանչայզի մեջ մտնելը թե չէ։ Պատմություն չունեի գրեզիկնի։ Այդ առաջի ռիսկն էր։ Հետո երկրորդ ռիսկը որ մտան այնտեղ սա ամերիկացի էին աշխատողները, հասկացա որ ամերիկյան շուկան չեմ հասկանում ես։ Ես սպասում եի երբեմ վերջացնելու իրանց այդ պայմանագիրը։ Հիմա ինձ թվում է ամբողջ կյանքով էլ չեն կարա բիզնես անեն։ Սովոր ասաց իմ հայրը որ պետք չի փողի մասին մտածել։ Դու մտածի աշխատանքի մասին ու ինքը փողը կգա։ Բոլոր հաջողակ մարդիկ, ովքեր բիզնեսում հաջողել են, մոտավորապես նույն բանն են ասում։ Անցած տարի մենք մենակ պաների հետ ինգրեդիենտով $60,000 մինուս են գնացել, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Նկարենք, կպցնենք Աջարական խաչապուրի, բայց գալիս էին, հասնում էին այդ նկարին, կարդում էին ու ֆորում էին հետ չէին հասկանում ինչա։ Իսկ աշխատողներին բոլորին հանեցիք, երբ որ դարձավ ընտանեկան, թե պահեցիք Չէ, նույնը մնաց, ուղղակի արդեն իրանք հասկացան, որ իրանք է պետքա փոխվեն։ Հայաֆիկացնում էր կամաց։ Դամաճ էի սարքում, հրամցնում էի ժողովրդին, ասում էի փորձեք մի հատ աշխատողներին թե հյուրերին։ Հա, բոլորին։ Այդ ֆրանչայզի օրենքի խախտում էր, չէ՞ արդեն, այդ ոնց որ տակից էր անում, սենց ասել։ Դա ոնց որ հյուրասիրություն։ Իմ մոտ բացի հիմնական մենյուից կա գաղտնի մենյու։ Ասենք կարող ավելուկը բաստուրմայի հետ պատրաստեմ։ Ավելուկով սուպ լսել էի, բաստուրմայով սուպ չէ։ Կերուսուսը օրինակ բան է ինքը։ Shut up and eat։ Հաճախորդներ ամերիկացիներ ունեն որ գալիս են խուրջին ուտելու։